Աղջիկներ ջան, քանի որ վիրուսների սեզոնը մոտենում է, առաջարկում եմ հնարավորինս շուտ զբաղվենք երեխեքի իմունիտետով։ Ուրեմն տեսեք, այս մուլտիմիշկաները, որ մենք ունենք տարբերակ 4 վիտամինով եւ 8։ Դուք ինքներդ նայեք, որն եք ուզում։ Ամեն դեպքում հանգիստ կարող եք վերցնել տալ, որովհետև տարբեր բժիշկների կարծիքը, այնպիսին է, որ իրանք ճիշտ ընտրված օրվա անհրաժեշտ չափաբաժնով են։ Հանգիստ վերցրեք, տվեք երեխեքին, թող իմունիտետը բարձրանա, կնպաստի իրանց աճին, զարգացմանը, ատամները առողջ կմնան։ Իմիջիայլոց ասացի ատամները, հիշեցի D վիտամինը երեխեքի մոտ հանգիստ կարող եք տանել անվճար ստուգել։ Ասեք թերապևտը թող գրի, ասեք մենք ուզում ենք տեսնենք D վիտամինի քանակը, որովհետև հենց դրանից է գալիս, որ երեխեքի ատամները հաճախ ապչանում, ու ընդհանուր թող տեղում լինի, որ աճման այդ շրջանում ամեն ինչ նորմալ ընթանա երեխեքի մոտ, երբ որ կլինի ինչ-որ շեղումներ, առանձին D վիտամին կարելի է վերցնել տալ երեխաներին։ Եթե կա երեխեքի մոտ ցրվածություն, չեն կենտրոնանում, հավես չունեն դասանելու, օմեգա 3 գլիցինով կարող եք վերցնել տալ, իմիջիայլոց բոլորը շատ բարձր որակի վիտամիններ են, ճիշտ չափաբաժիններով։ Մագնի B6-ը եւս, եթե երեխան անհանգիստ է, ավելի վիրագրգիռ է եւ այլն, կարող եք տալ։ Պրոֆիլակտիկ բոլորը այնպիսի բան են, որ կարելի է հանգիստ վերցնել ու պրոֆիլակտիկ հիմունքներով տալ։ Իհարկե, այստեղ մենք չեմ դրել բլյուբերին, մեր հապալասից այդ կոմպլեքսը, որը որ աչքերի համար է, դա եւս երեխաներին անհրաժեշտ է, եթե շատ են հեռախոսների մեջ, որ պլանշետների մեջ եւ այլն կամ համակարգչի առաջ, էլի ցանկալի է որ օգտագործեն, դա եւս առանց բժշկի ցուցման կարելի է օգտագործել։ Իհարկե դրա դեպքում մի քիչ տարիքային հարց կա, նայած որ տարիքի երեխային եք ուզում տալ, կասեք տարիքը արդեն կասենք իրան կարելի է թե չէ։ Իսկ սրանք հենց մանկական շարքն է, տուփերի վրա գրված է ինչը ոնց է պետք օգտագործել, իհարկե միայն հույսներ չենք դնում մուլտիվիտամինների վրա, երեխեքին տալիս ենք նաև շատ միրգ, բանջարեղեն, որպեսզի առողջությունը պահպանենք, թող բոլորիս բալիկները առողջ լինեն։